Տեսեք ինչ տանջանքներ են ենթարկում շանը։ Դուք ով եք, ներկայացեք ով եք, ինչ պատճառով եք շանը տանում։ Սերժացման։ Շանն չեք դաժան վերաբերմունքի ենթարկում։ Հան գնացեք։ Դաժան վերաբերմունք եք ենթարկում շանը։ Ոնց մի նկար։ Շան ինչ դաժան վերաբերմունք եք ենթարկում, ով եք դուք։ Բաց թողեք, շունը խեղդվում է։ Բաց թող շանը։ Շանը բաց թող մյուս անգամ նման դաժան վերաբերմունք չցուցաբերեք կենթանու նկատմամբ։ Հարգելի հետևորդներ, տեսեք այս անձանց, ովքեր շանը դաժան վերաբերմունք են ենթարկում։ Եվ տեսնելով, որ ես նկարահանում եմ իրենց ապօրինությունները, դադարեցրեցին շանը տանջանքների ենթարկելը։ Նկարահանեմ նաև մեքենայի համարները, տեսեք ով են։ Դեպքը տեղի է ունեցնում Ստեփանավանի քննչական բաժնին հարող տարածքում, այսինքն հենց իրավապահ մարմինների ներկայությամբ շանը տանջանքներ են ենթարկում եւ որևէ իրավապահ մարմին չմիջամտեց այս ապօրինությանը եւ ինձ հաջողվեց կանխել այս ապօրինությունը։ Բարեբախտաբար ես հիմա գտնվում եմ այստեղ եւ ինձ հաջողվեց իմ ջանքերի շնորհիվ ինձ հաջողվեց կանխել, դադարեցնել կենթանու նկատմամբ իրականացվող այս դաժան վերաբերմունքը։ Ապեկադրից դուրս արի մի հատ քննչականի դեմը նկարում եմ։ Սա էլ քննչականն է հենց, այսինքն ես քննչականի դեմն եմ գտնվում, քննչականի դիմաց։ Ահա տեսեք։ Կենթանու նկատմամբ այս դաժան վերաբերմունքը տեղի էր ունենում հենց Ստեփանավանի քննչական բաժնի դիմաց քննիչների ներկայությամբ եւ որևէ մեկը չմիջամտեց այս ապօրինությանը։ Միայն ես միջամտեցի։ Չգիտեմ ես ովքեր էին սրանք, ես նկարահանեցի մեքենայի համարանիշները։ Հիմա կպարզենք թե ով էր նա եւ ինչու էր կենթանուն այդպիսի դաժան վերաբերմունքի ենթարկում։